Ladies and gentlemen, it is our pleasure to invite our next speaker to the stage. He comes with a background in economics and decades of public service, including as a mayor of Yerevan and minister of high-tech industry. He has long championed innovation, growth, and global cooperation. Since taking office in 2022, he has led Armenia into a new era of modernization and diplomacy. Ladies and gentlemen, it is our pleasure to invite to the stage His Excellency Vahan Garniki Khachaturian, the President of the Republic of Armenia. Պարոնայք նախագահներ, վարչապետեր, նախարարներ։ Ձեր այդ վսեմություններ հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք։ Նախ և առաջ կցանկանայի իմ գոհունակությունը հայտնել Էմիրատական կողմին ամենամյա ներդրումային համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ուրախ եմ գտնվել Արաբական Միացյալ Էմիրություններում, որը Հայաստանի համար կայուն զարգացման և նորարարության ոլորտներում առաջընթացի, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեխնոլոգիական հնարավորությունների իրացման համար հուսալի գործընկեր է։ Լիովին կիսում եմ այն տեսլականը, որ ներդրումները կենսական դեր են խաղում գլոբալ հարատապ մարտահրավերների դիմակայելու հարցում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, աղքատությունը, անհավասարությունը։ Ի վերջո, միջազգային համագործակցության ամրապնդումը կարող է համաշխարհային ֆինանսական կայունությունը խթանելու և համաշխարհային շուկային բոլոր ներդրողների համար հավասար պայմաններ ապահովելու համար։ Կհամաձայնեք, որ այսօր գործող աշխարհակարգը փոխվում է բավականին դինամիկ տեմպերով, իսկ մենք ապրում ենք պատմության բեկումնային, որոշ իմաստներով անկանխատեսելիության փուլում։ Ցանկացած տեղեկատվություն իր մեջ բացասական երանգ է պարունակում, որն անորոշության զգացում է առաջացնում, զինված հակամարտություններ, աշխարհաքաղաքական լարվածություն, ճգնաժամեր, տնտեսական անկայունություն, կլիմայի փոփոխության սպառնալիք, մարդու իրավունքների խախտումներ, սոցիալական ցնցում, աղքատություն, անհավասարություն։ Թվարկած բոլոր իրադարձությունները մարտահրավերներ են նետում համաշխարհային կայունության հիմքերին։ Չմոռանանք նաև արդի պայմաններում անհավանական տեմպերով մեծացող արհեստական բանականության դերի մասին, որը կենսական նշանակություն ունի բարելավելու մարդկանց կյանքն ու ճկունությունը, արձագանքելով առաջացող մարտահրավերներին։ Այս մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ է հավաքական հանձնառություն, երկխոսություն, փոխշահավետ լուծումներ, բանակցություններ։ Կցանկանայի մեջ բերել Արաբական Միացյալ Էմիրության հիմնադիր նախագահ լուսահոգի Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի խոսքերը, որ միասնությունը ճանապարհ է դեպի ուժ, պատիվ և ընդհանուր բարիք, անկախատեսության, աշխարհաքաղաքական փոփոխությունների և նախկին կանոնակարգի վերանայման պայմաններում Հայաստանը, որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր, ժողովրդավար ու զարգացող տեխնոլոգիական տեսլականով երկիր, կառուցում է ժամանակակից կենսունակ, քաղաքական և մրցունակ տնտեսական համակարգ։ Մեր կարևորագույն կապիտալը կրթված, աշխատասեր, օրինական հասարակությունն է, օրինապահ։ Կառավարությունն իր հերթին ներդրումներ է կատարում անհրաժեշտ ենթակառուցվածքներում, տեխնոլոգիական աճին աջակցելու համար։ Ստեղծում են տեխնոլոգիական կենտրոններ ու պարկեր, ինչպիսիք են ԿՕԱՖ ու Թումո ստեղծարար տեխնոլոգիական ուսումնական կենտրոնները, որոնք կենտրոնացած են երիտասարդ տղաների զարգացման ու մրցունակ սերնդի կրթության վրա։ Նորություն չէ, որ երիտասարդության շրջանում առկա է մեծ հետաքրքրվածություն բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ռոբոտաշինության
եւ նորարարության հանդեպ։ Մենք առաջարկում ենք տարածաշրջանում ամենաբաց եւ գրավիչ ներդրումային միջավայրերից մեկը, վարելով բաց դռների քաղաքականություն։ Ժողովրդավարության զարգացմամբ մենք շարունակաբար ամրապնդում ենք երկրում արդար եւ մրցունակ տնտեսական միջավայրը, օրենքի գերակայություն եւ անկախ դատական համակարգ, ինչն ուղղակիորեն նպաստում է ներդրումային միջավայրի հուսալիությանը, պաշտպանությանն ու զարգացմանը։ Իշխանությունների կողմից իրականացվող գործարար միջավայրի խորը եւ համապարփակ բարեփոխումների օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ են առաջարկվում։ Հայաստանն օրինական երաշխիքներ է տրամադրում օտարերկրյա ներդրողներին, ներառյալ սեփականության պաշտպանությունը, կապիտալի ազատ տեղաշարժը եւ թափանցիկ հարկային համակարգը։ Վերջին տարիներին Հայաստանը բարձր վարկանիշներ է գրանցել միջազգային ինդեքսներում, այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են օրինակ ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, տնտեսական ազատությունը, գործարար եւ ներդրումային ազատական միջավայրը։ Հայաստանն ունի ներդրումների պաշտպանության երկկողմ պայմանագրեր ավելի քան 40 երկրների հետ, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Հայաստանն առաջարկում է մի քանի ազատ տնտեսական գոտիներ, որոնք բարենպաստ պայմաններ են ապահովում օտարերկրյա ներդրողների համար։ Այս գոտիներն առաջարկում են հարկային արտոնություններ, պարզվեցված մաքսային ընթացակարգեր եւ մուտք դեպի տարածաշրջանային շուկաներ։ Իմ պատվիրակությունն այստեղ է կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնցով իմ գործընկերները կկիսվեն ձեզ հետ։ Պատրաստ են գործնական բանակցությունների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, փորձի ու տեխնոլոգիական փոխանակման։ Միևնույն ժամանակ կարևոր եմ համարում, որպեսզի օգտվելով առիթից մեր գործընկերները տեղեկացված լինեն Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին։ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է։ Մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարևոր մասն է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված խաղաղության խաչմերուկ նախագիծը, որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ տնտեսական կապերի խթանման գործիք։ Այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է տալիս տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման եւ միջազգային առևտրային միջանցքերի գործարկման համար։ Նախագծի առանցքային գաղափարը կոմունիկացիաների զարգացումն է, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, կապի մալուխներ եւ էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու եւ ի վերջո մարդկանց մեջ շփումների հնարավորություններ ստեղծելու միջոցով, ինչը կարևորագույն բաղադրիչ է խաղաղության համար։ Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների եւ քաղաքացիների տեղաշարժի համար։ Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի։ Ավելին, Հարավային Կովկասը պետք է վերածի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ, ինչն իր հերթին կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, մարդկանց միջև շփումների ակտիվացմանը, միաժամանակ ապահովելով ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճը։ Շնորհակալություն։